2016 թվականը հավասար հնարավորությունների տարի, վարչապետի նախաձեռնությունն է։ Մասնագետներն արդեն կազմել են այն շենք-շինությունների հասարակական վայրերի ցանկը, որոնք պետք է հարմարեցվեն հաշմանդամություն ունեցողներին։ Առանցքային է նաև ներառական կրթության անցնելու ծրագիրը։ Կրթությունն է այն բացառիկ գործիքը, որով նման երեխաներին հնարավոր է վերադարձնել հասարակություն որպես լիարժեք անդամներ։ Կրթությունը այն բանալին, որ բացելու է այդ երեխաների համար ավելի լավ ապագա, քան այսօր իրենք ունեն։ Ստեղծվել են սոցիալական 16 ձեռնարկություններ, քվոտավորվում են գործատունները, այսինքն պայմաններ են ստեղծվում հաշմանդամություն ունեցողների համար ու աշխատանք է առաջարկվում նրանց։ Պետական հատվածում դա արդեն ներդրվել է 2015 թվականի հունվարի 1-ից, մասնավոր հատվածում ներդրվելու է մյուս տարի։ Տարածաշրջանում առաջին անգամ Հայաստանում են հավաքվել 6 երկրից մի քանի տասնյակ հաշմանդամություն ունեցող անձինք ու մասնագետներ, քննարկելու իրենց երկրներում հաշմանդամություն ունեցողների խնդիրները։ Քիչ թե շատ ծանոթ եմ Հայաստանում հաշմանդամություն ունեցողների խնդիրներին։ Մենք այս առումով շատ նման ենք, խոստումները շատ, արվածը քիչ, բայց Վրաստանում խնդիրները ճիշտ լուծելու մեծ փորձ կա։ Երրորդյա կոնֆերանսին Ռուսաստանը ներկայացնող մասնակիցը նկատում է իրենց երկրում հաշմանդամություն ունեցողները ի տարբերություն Հայաստանի բարձր թոշակ են ստանում, բայց պետական աջակցությունը մեծ չէ։ Գլխավոր խնդիրը Ռուսաստանում հասարակության ղեկավարության վերաբերմունքն է։ Մեզ անընդհատ փորձում են խղճալ, թույլ օղակ են համարում։ Ապրելու ճիշտ արվեստ քարոզող կոնֆերանսի մասնակիցները համոզված են, որ նման քննարկումները մեծ նշանակություն ունեն։ Հնարավորություն են տալիս շփվել միմյանց հետ ու իրենց խնդիրները լուծելու տարբերակներ մշակել։ Աիդա Կարապետյան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։